Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ զինված ուժերը աշխարհում ամենահզորն են եւ սա անվիճելի է։ Ես վերականգնել եմ ամերիկյան հզորությունը, 10 ամսվա ընթացքում լուծել եմ 8 պատերազմ եւ ավարտել եմ պատերազմը Գազայում 3000 տարվա ընթացքում առաջին անգամ խաղաղություն բերելով Մերձավոր Արևելք եւ ապահովել եմ պատանձների ազատ արձակումը, ասել է ամերիկացի առաջնորդը Սպիտակ տանը իր հայրենակիցներին ուղղված ուղերձում։ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հական Ֆիդանը կարծում է, որ Ուկրաինայում հակամարտության կարգավորման շուրջ համաձայնության հասնելու հավանականությունը մեծ է։ Մենք ներկայումս շատ մոտ ենք համաձայնագրի կնքմանը, այսքանը կարող եմ ասել է նա ու հավելել. Անկարան այս հարցի շուրջ կապի մեջ է Մոսկվայի եւ Կիևի, ինչպես նաեւ ԱՄՆ-ի եւ եվրոպական երկրների ներկայացուցիչների հետ։ Եվրոպացի գործընկերները կարող են մասնակցել Ուկրաինայի եւ Միացյալ Նահանգների միջև բանակցություններին, որտեղ նախատեսվում է քննարկել խաղաղության ծրագրի մանրամասները։ Զելենսկու հայտարարությունն է։ Նա նաեւ տեղեկացրել է, որ ուկրաինական պատվիրակությունը նորից մեկնել է Միացյալ Նահանգներ խաղաղության ծրագրի մանրամասները քննարկելու համար։ Կողմերը նախատեսում են հանդիպել ուրբաթ կամ շաբաթ օրը։ Հունգարիայի վարչապետը հայտարարել է, որ ռուսական ակտիվների բռնագրավման գաղափարը համարում է մեռած, քանի որ ԵՄ բավականաչափ երկրներ կարող էին արգելափակել այն, եթե այն քվեարկվեր։ Իմ կարծիքով սառեցված ռուսական ակտիվների գործը մեռած է։ Երեկ երեկոյան ես տեսա, որ շատ երկրներ դեմ էին այս գաղափարին։